դուրս գալիս գետի վրա մի փոքր հիմնական նպատակը պարոն վարչապետ այն է, որ այստեղ ունենում ենք հավաքատեղի հեծանվորդների, սպորտսմենների առհասարակ ունենում ենք հանդերձարան, ունենում ենք սրճարան, ունենում ենք յոգայի հատված փոքրիկ, այսինքն մենք նախագիծ ունենք նախնական այդ 250 միլիոն ունենք, այս երկու օրը ունենում ենք ծավալ։ Այսինքն արգելափակոցից արգելափակոցի մասին խոսքը դեստեղի պես։ Չէ, այս հատվածի մասին է, պարոն վարչապետ։ Ջրվեժից մինչև ներքևի ջրվեժը ինքը մոտ գալիս է 3480 քառակուսի մետրի մասին է խոսքը այս հատվածում։ Սա իրականում հենց հիմնականում այստեղ հեծանիվ քշող, այսպես ասած, այդ խմբի ժողովուրդի հետաքրքրում։ Լավ, հիմա մենք կարանք սենց սխեմա անենք, ասենք բանի պետական ներդրումով սա բերենք ինչ-որ տեսքի, հետո տվեք վարձակալության մրցույթով։ Իհարկե կարող։ Այսինքն մրցույթով վարձակալություն համ քաղաքին եկամուտ կգնի։ Վստահաբար։ Հիմա ասենք այս Երևանի ամենահայտնի ձկնորսական գոտին է եւ որպես միտք, որի շուրջ կարանք մտածենք, այս հատվածներում, այս նկատի ունեմ այդ տրամաբանությամբ էլ կարանք զարգացնենք, էլի։ Եթե օրինակ ասենք իրանց էլ այս ծրագրի շրջանակում հրավիրեք, որովհետև ես ինչքան հասկանում եմ, հիմնականում էլի կամուրջից ներքևից միջև հիմնական ձկնորսները գալիս են ստեղ։ Եվ եթե պարզվի, ես չգիտեմ, պարզվի ոչ թե կարելի է օրինակ որոշակի ձկների պոպուլյացիայի հետ կապված ծրագիր անել, որ ձուկ սպորտային ձկնորսություն զարգացնել, այսինքն կարա դառնա մի հատ շատ հետաքրքիր ծրագիր, էլի։ Այս հատվածները արդեն դուք վարձակալությամբ տվեք այս տարածքի եւ քաղաքի համար եկամուտի աղբյուր։ Շատ լավ, պարոն վարչապետ, այս նախագծով առաջ ենք շարժվում, մասնավորի համար մրցույթ կառուցում ենք, մասնավորի համար մրցույթ ենք կազմակերպում, մասնավորներից մեկը վստահաբար դեպի կդարձնի։ Իսկ ընդհանուր այն մեծ ռեկրեացիոն գոտու նախագծի հետ կապված մենք ինչ-որ բան։ Հա, վարչապետ, մենք ամբողջը ունենք վերլուծած, սահմանագծած, բոլոր ինչ պետք է գույքավորել, պատմամշակութային հուշարձաններ, կենսաբազմազանությանը վերաբերող բույսերը, կենդանիները, բոլորը ունենք ֆիքսել։ Մաստեր պլան ունենք։ Այո, մաստեր պլան ունենք։ ամբողջական, էլեկտրոնային մաստեր պլան ունենք։ Որտեղից որտեղ, որ հատվածից Կորեայի ձորից մինչև Կորեայի ձորից մինչև բան, հաղթանակի կամուրջ։ Դա շատ կարևոր նախագիծ է, իհարկե որ մաստեր պլանը ունենք, այդ նշանակում կարանք կտոր հաղթանակի կամուրջից հետո նորագյուղն էլ է մեջը, որովհետև եթե մաստեր պլան ունենք, այդ նշանակում կտոր կարանք իրագործենք եւ ռիսկերը այդքան մեծ չեն։ Բայց ես հասկանում եմ, որ սա կարանք չհետաձգենք։ Չէ, սա պատրաստ է։ Այստեղ նաև պարոն վարչապետ, մետաղական կամուրջակ ենք նախատեսում կլիմացի հատվածը, որ անցնի, այնտեղ մաքրում ենք, էկրան ենք ունելու, ֆիլմադիտումների համար առանձին, տենց ֆոնասարքելու համար։ Բարև ձեզ։ Բռնել եք։ Իհա, բռնել ենք։ Ես ինչա փողա։ Իսկ հաճախ եք գալիս այդտեղ։ Մոտ ենք ապրում։ Կա ձուկ կա, ձեր կարծիքով ինչքան ձուկ կա։ Կիլո, հա? 5-6 կիլո բռնում ենք։ Այսը պրոստը լավ չի։ Մի օրում 5-6 կիլո։ Ոզը թոր են շատ գցում, Բան ստեղ սպինինգ չկա ընդհանրապես։ Չէ, սպինինգ չկա։ Ամենակ ամենակարևոր բանը պարոն վարչապետ այն է, որ կետ է դառնում, որտեղ կարելի է կանգնել, գնալ փոխվել եւ գնալ հետո աշխատել։ Ջուր առնել, ջուր ամենակարևորը։ Պոպուլյար ու սիրված տեղ է, ուղղակի ասենք սկսած աղբահանության հետ կապված խնդիրներ եւ այլն, բան է։ Պարոն Փաշինյան, Պարոն Փաշինյան նախ առաջինը շնորհակալություն եք ուզում հայտնենք, նամակը որ գրել ենք ես եմ գրել, Մուշեղյանը ես եմ, խորին շնորհակալություն եմ հայտնում, այս ամեն ինչը մի հատ ռեստարտ տվեց մեզի, որ ասենք մեր մոտ հաճախող
սպորտսմենները, որոնք որ ասենք 500-ից 600 հոգի են, հիմա դարձել են արդեն 2000 հոգի։ Ու գնալով ավելանում, անկեղծ եմ ասում։ Անկեղծ եմ ասում, սեզոնային կարա լինի ամառը, դաժե ավելի շատ է լինում, Այն ինչ որ սարքավորումներ կա, պոլնի բանով լրի բավարար է, որ կարանա սպորտսմենը ստեղ պարապի եւ դառնա կայուն, ճկուն խելք ունեցող միազնավորություն ընտանիքի պիտանի մատառը։ Առավոտից ստեղ են կարգու կանոնը բարձր ձևի, հարգանքը բարձր ձևի, մեծ ու փոքր հարգանքը միանվագ, ծխել չի կարելի, խմելը մի քիչ ենկոմ հեռու։ Խնդրանքը մի քիչ արդեն այսօր պլակատներ են կպցրել մեր բաներով, որ խոսքի կարթան գոներ ժողովուրդը մի փոքր բարձրանան, մի փոքր որ կարանա շերտը բարձրանա, ստե չխմեն, ստե չկեղտոտեն, մենք ամեն օր չհավաքենք ու կարծիքով դեից ստարտ կլինի ու շատ շնորհակալ ենք։ Մեր ազնագործում մեր կոլեկտիվը։ Այդ առիթը ինչ է, մենք գիտեք, որ ձորի հետ կապված մեծ ծրագրեր ունենք, ընդհանուր ստեղից մինչև, այսինքն ուզում ենք ամբողջ այդպես ռեկրեացիոն գոտի ստեղծենք եւ նախագծերը բան արված է եւ վերջին առիթներն էր, որ ասում ենք ասֆալտը թարմացնենք, բայց հետո այդտեղից սկսեցինք ինչքան ավելի ընդլայնվում են ծրագրերը, այսինքն ասում ենք մենակ ասֆալտը չլինի, մի քիչ բովանդակությունն էլ բան անենք, որովհետեւ այն ինչ որ տեղի է ունենում շատ կարեւորվում է, էլի։ Մենք նույնիսկ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նույնիսկ street workout-ի հետ կապված հատուկ բան ունենք, որ մենք հանրապետությունում այդ ձևը պետքա զարգացնենք ու հիմա տարբեր տեղերում ծրագրեր ենք անում եւ իհարկե այս շատ կարեւոր տեղ է եւ նախ կոլորիտը ստեղի շատ մի ուրիշ ձևի Երևանի համար տենց առանձնահատուկ մի ուրիշ ձևի բան բայց հիմա մտածում ենք ոնց անենք որ եւ համայնքի եւ կառավարության կողմից ներդրումները նախ այն ինչ որ կա այդ ժառանգությունը պահպանվի եւ տենց ավելի լավ լինի ու փոխանցվի։ Ես մի երկու բառով ասեմ, վերևը մենք մտխատու ծառեր ենք տնգե։ Ջրվում է իրանք սաղ։ Մյուս ամռանը երևի sense քարերը չենք տենա, սաղ ծառեր կլինի։ Եթե թույլ կտակ մի հատ է բասեինը ցույց տամ նայեք։ Իհարկե։ Արեք գնանք։ Ստեղ մենակ քիմիկ է սպայդրության մեր ջուրը շատ սակավ է, բայց հուսանք որ ուժեղանային։ Աշխարհ Հա, էտիկ ոչ մի բան չի կարողանում, բայց մենք ունենք։ Վերջը լավ է դրանում։ Շատ բարձր։ Ում էլ վատ գալիս է մի անգամից փոխում ենք 170 տակ ճանապարհ ենք դնում որ էլի գա, ամեն ընդհանրապես չի գա։ Այո կամ ոչ, մեջտեղին է մեր։